Պարոն Հակոբյան, ձեր հայտարարությունից հետո, որ նշեցիք նորություն է լինելու բեռնատարների անցման հետ կապված դեպի Վրաստան կոնյակով վարձված, ձեր հայտարարությունից 24 ժամ հետո ՊԵԿ-ը որոշեց, որ պետք է սահմանափակվի ժամանակավորապես բեռնատարների մուտքը Վրաստան, սա ինչով է պայմանավորված, ինչպես կբացատրեք։ Սա նոր մի փոքր առաջ էլ նիստում քննարկում էինք այս հարցը, սա հոգատարություն է մեր արտահանողների նկատմամբ, իրենց հետ են քննարկում իրականացնել, քանի որ կան կուտակումներ վրացական կողմում, մի քանի օր խնդրել ենք սպասեն մեր արտահանողները, որպեսզի այդ կուտակումների հարցը կարգավորվի եւ հետո թույլ տանք արդեն արտահանել։ Մի քանի օր կա սահմանված ժամկետ, արդեն լրացած կոնկրետ օրեր հստակ չենք ասել, այս 1-2 օրվա ընթացքում վերջնական քննարկումներ կանենք եւ իրենց կիրազեկենք հստակ ժամկետը։ Հակառակը կոնյակագործները արտահանողները նշում են, որ տնտեսությունը կոլապսի առջև է կանգնելու, իրենք արտահանումը փակել են եւ խնդրի առաջ են կանգնել, իսկ դուք հակառակի մասին եք նշում։ Դուք ընդհանուր խնդիր եք բարձրացնում, այդ խնդիրը կա, այսինքն այդ խնդիրի հիմա սրենք ավելի, մենք ասում ենք, որպեսզի խնդիրը ձեր մոտ չսրվի, մենք ասում ենք սպասեք այստեղ, մինչև ձեր նույն մեքենաները, այսինքն մյուս մեքենաները, որոնք որ Վրաստանում են, այդ հարցը կարգավորենք դեպի Ռուսաստան կուղղեն, դրա հետևից մենք արդեն թույլ կտանք, որպեսզի այստեղից էլ նորից գնան, որտեղ հակառակ պարագայում գնալու են Վրաստանում կուտակումներ լինեն, ինչ տարբերություն։ Քաղաքական խնդիր է այս ամենը Վրաստանով պայմանավորված։ Այս պահի տեղեկություններով գործընկերները վրացի ուղղակի փորձաքննություններ են իրականացնել, ժամանակ նման բաներ լինում են։ Հիմա բայց նորից էլի նշեմ, այդ լավ լուրը ասվածի իրականություն է, մենք 50-ից ավել բեռնատարներ արդեն ուղղվել են վերջի օրերին դեպի Ռուսաստան, օրական մի քանի բեռնատարներ գնում են դեպի Ռուսաստան, այսինքն այդ խնդիրը կարելի ասել մի մասը կարգավորվել է, մյուս մասը օպերատիվ քննարկումների արդյունքում կշարունակենք կարգավորել։ Արտահանման սահմանափակումը ձեզ համար լավ նորություն է։ Ես արտահանման սահմանափակում նկատի ունեք Վրաստանի լավ նորություն, չէ, ես լավ նորություն ասելով նկատի ունեի նա, որ այդ փորձաքննություններից հետո ահագին բեռնատարներ արդեն բաց են թողնվել դեպի Ռուսաստան, այսինքն արտահանումը իրենց նորմալ կարող են կատարել։ Ահագինը 52-ի մասին է խոսքը, ավելի շատ սպասում են, ավելի շատ հիմա սահմանափակումներ է կարել, քան այն, որ անցել է արդեն։ Դե հիմա մենք մեր ամենօրյա ջանքերը ուղղված են նրա, որ էկոնոմիկայի նախարարության հետ ենք համատեղ աշխատում, որպեսզի կարողանանք մնացածի հարցները շատ արագ կարգավորել եւ մեր գործընկերները շարունակեն այդ արտահանումները պատշաճ իրականացնել։ Քաղաքական գործոն չկա Վրաստանի։ Անկեղծ ասած, ես դրա մասին տեղյակ չեմ։